Հեռավոր Արկտիկայի հյուսիսում կա մի վայր, որտեղ ամենուր սպիտակ է, օդը ամենամաքուրը, իսկ գիշերվա խավարին երկինքը լուսավորվում է հյուսիսափայլի լույսով։ Թվում է, այս անվերջանալի սպիտակ անապատում կարող են գոյատևել միայն ամենաուժեղները։ Սա սպիտակ արջերի հայրենիքն է։ Գրեթե ամբողջությամբ սառույցով ծածկված այս տարածքից ամեն տարի կիլոմետրերի հասնող 10-ից 15 հազար այսբերգ է պոկվում։ Կարծիք կա, որ եթե ամբողջ կղզու սառցե շերտը հալչի, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մոտ 7 մետրով, ինչը կործանարար հետևանքներ կունենա։ Սակայն այսօր այս սառցե գեղեցկության մասին խոսում են ոչ միայն ճանապարհորդներն ու գիտնականները, այլև գերտերությունները։ Սա աշխարհի ամենամեծ կղզին է, Գրենլանդիան։ Այո, ամենամեծը։ Այս հսկայական կղզին մարդիկ սկսեցին բնակեցնել դեռևս 2500 տարի առաջ։ Արկտիկական խիստ պայմաններում առաջինը հաստատվեցին բնիկ ինուետները։ Ավելի ուշ կղզի հասան նաև վիկինգները, Էրիկ Թորվալդսոնի գլխավորությամբ։ Ըստ ավանդազրույցի նա կղզին անվանեց Գրինլենդ, կանաչ հող, որպեսզի գրավիչ դարձնի նոր բնակիչների համար։ Մեկ այլ վարկածի համաձայն այդ հատվածը ժամանակին ծածկված է եղել բուսականությամբ ու այդ պատճառով էլ կոչվել է Գրենլանդիա։ Դարերի ընթացքում գաղութատերերն աստիճանաբար հեռացան կղզուց։ Պատճառը կլիմայի փոփոխությունն էր, տնտեսական դժվարությունները եւ տեղացի ինուիտների հետ բախումները։ 17-րդ դարասկզբին Դանիայի եւ Նորվեգիայի միացյալ թագավորությունը վերագաղութացրեց կղզին, իսկ 1814 թվականին այն մնաց Դանիայի վերահսկողության տակ։ 1946 թվականին Միացյալ Նահանգները փորձեց գնել կղզին Դանիայից, սակայն Դանիան հրաժարվեց վաճառել այն։ 7 տարի անց Գրենլանդիան պաշտոնապես դարձավ Դանիայի թագավորության մաս, իսկ 1979-ին դանիական խորհրդարանը կղզուն շնորհեց ինքնակառավարման իրավունք։ 2008-ին անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Գրենլանդիան ստացավ անկախություն։ Գրենլանդիայի տարածքը մոտ 2.200.000 քառակուսի կիլոմետր է, իսկ ափեզրի երկարությունը մոտ 44,000 կիլոմետր, ավելի երկար, քան հասարակածը։ Կղզու տարածքի մեծ մասը, մոտ 81%-ը, ծածկված է սառույցով, որի միջին հաստությունը մոտ 2 կիլոմետր է, իսկ որոշ մասերում այն հասնում է մինչև 3 կիլոմետրի։ Ավելի քան 2 միլիոն քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 57,000 մարդ։ Բնակչության մեծամասնությունը կենտրոնացած է կղզու հարավարեմտյան ափերի քաղաքներում, որտեղ էլ գտնվում է մայրաքաղաք Նուկը։ Բնակչության կեսից ավելին զբաղվում է որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Կղզում տեղաշարժվելու համար հիմնականում օգտագործում են օդային կամ ջրային տրանսպորտ, տեղացիները նաև սահնակներ են գործի դնում։ Արտաքին աշխարհի հետ կապը գրենլանդացիները պահպանում են միայն օդային ճանապարհով։ Զբոսաշրջիկներին Գրենլանդիան գրավում է ոչ միայն իր սառցապատ բնապատկերներով, այլև հյուսիսափայլով, ասում են, տեսարանը հիասքանչ է։ Գրենլանդիան աչքի է ընկնում նաև շրջակա միջավայրի մաքրությամբ, այստեղ օդն ու ջուրը ամենամաքուրներից են։ Գրենլանդիան ունի ճանապարհորդելու 3 լավ եղանակ։ Գարնանը, մարտ-ապրիլ ամիսներին կարելի է ճամփորդել սահնակներով։ Հենց այս ժամանակ է մայրաքաղաք Նուկում անցկացվում ձյան փառատոնը։ Պայմանական ամռանը, մայիսից սեպտեմբեր, կարելի է նավով շրջել սառցադաշտերով, այցելել փոքրիկ բնակավայրեր ու պատմական վայրեր։ Իսկ ձմռանը, նոյեմբերից փետրվար, կարող եք վայելել Արկտիկայի իրական բնությունը, սառցե անեզեր անապատներով։ Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։